Այս տարվա փառատոնը շատ առանձնանում է եւ շատ յուրահատուկ է, որովհետեւ հանդիսատեսի դատին է հանձնվելու հատուկ այս փառատոնի համար ստեղծված մեր հայկական միջնադարյան աղթամար լեգենդի հիման վրա ստեղծված Թամար բալետային ներկայացումը, որի համար Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ բալետմայստր Իլյա Ժիվոյը, որը եւ բեմադրել է ամբողջ այս ընթացքը։ Спектакль вдохновлен легендой об Ներկայացումը ոգեշնչված է աղթամար լեգենդից, որը տեղի է ունենում այստեղ եւ հիմա։ Սա ժամանակակից մեկնաբանություն է։ Հատուկ այս ներկայացման համար ստեղծվել են եզակի դեկորացիաներ, որոնք դիտողին տեղափոխում են քաղաքային միջավայր։ Օպերայի եւ բալետի արտիստների հետ իմ փորձերն անցել են շատ ջերմ մթնոլորտում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հրավիրեցին այստեղ եւ ողջ ստեղծագործական աշխատանքի ընթացքում շրջապատեցին իրենց աներևակայելի ջերմ ու բարեկամական միջավայրով։ Մեր արտիստները իրականում շատ սեղմ ժամանակահատվածում ծավալուն աշխատանք են արել եւ ոչ միայն մեր արտիստները, այլ ամբողջ թատրոնի աշխատակազմը ինքներդ եք տեսնում, թե ինչքան ահռելի մեծ աշխատանք է պետք տարվի ամեն անգամ, որպեսզի մենք կարողանանք պատշաճ կերպով եւ մեծ պատվով հանդես գանք ամենակարևոր մարդկանց առջեւ, մեր շատ սիրելի երևանցիների, զբոսաշրջիկների։ Ինչ վերաբերվում է իմ դերապարին, կոչվում է Արամ, մոտավորապես 2-3 ամիս փորձ են կարել, փորձել են գտնել տվյալ կերպարի մեջ, քանի որ առասպելի մեջ չկա հենց Արամ կերպարը, մենք փորձել ենք մեր գույները ներմուծել այդ դերապարի մեջ ու կարծում եմ կստացվի մեր մոտ արդեն հանդիսատեսը կասի։ Բեմադրությունը տարբերվում է բնօրինակ սյուժեից։ Մեր տարբերակում հերոսուհին նկարիչ է։ Շատ դժվար էր մարմնավորել այս կերպարը, բայց ես փորձել եմ ընդհանրություններ գտնել իմ եւ հերոսուհու միջեւ։ Ասած եմ, շատ հոյակապ կորեոգրաֆիա եւ շատ լավ երաժշտություն է, տարաբեր շատ հավանեց։ Ես առիթ այլում իրան առնչվի կլասիկ երաժշտության հետ, բալետի հետ, օպերայի շատ հոյակապ։ Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ քաղաքապետարանին։ Հիացած եմ, բալետը իրոք շատ լավն էր, շատ հետաքրքիր բեմադրություն է։ Իրականում շատ հետաքրքիր է անցնում։ Առաջի անգամ եմ ներկայացում նայում ու շատ հաճելի էր, որ ես եկա։ Շատ հուսալի է, որ ամեն ինչ լավ ձեռքերում է, բալետը կզարգանա, երիտասարդ մատաղ սերունդը կսովորի։ Շատ մեծ բավականություն ստացանք անցյալ տարի էլ, նախանցյալ տարի էլ։ Ես կարծեմ 4-րդ տարի արդեն գալիս ենք այստեղ։ Շատ յուրահատուկ միջոցառում է։ Արդեն 4-րդ անգամ մենք մասնակցում ենք փառատոնին, ամեն անգամ նորություն։ Իսկ 5-ին 6-ին արդեն մեծ սպասումով Սասունցի Դավթին, չնայած արդեն 2 անգամ դիտել ենք։ Անցած տարի լսել եմ, որ այսպիսի միջոցառում կա, դրա համար ձգտել եմ այս տարի, եկել եմ։ Շատ է դուրս գալիս բալետը։ Շատ կարևոր է ու շատ հաճելի է տեսնել նման միջոցառումներ։ Խորհուրդ կտամ, որ բոլորն էլ մասնակցեն, բոլորն էլ դիտեն այս շատ լավ կազմակերպված միջոցառումը։ Ինչքան մշակութային միջոցառումները շատ լինեն եւ մասսայական լինեն, այնքան ավելի լավ երիտասարդ սերունդի ճաշակի եւ կրթության աշխարհայացքի ձևավորման համար։